Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք վերլուծաբան Լիլիթ Դալաքյանի հետ, բարև Լիլիթ։ Բարև ձեզ։ Մինչ հարցազրույցը սկսել եք, խնդրեի մեր լսարանին չմոռանալ լայքել, տարածել եւ բաժանորդագրվել մեր ալիքին, ինչպես նաեւ Telegram-յան ալիքին, որտեղ որ մենք տեղադրում ենք ռազմաճակատից տեսանյութերը, որը չեն կարող YouTube-ում թողարկել։ Խնդրում եմ չմոռանալ անպայման տարածել, լայքել, բաժանորդագրվել եւ ինչպես ասում են ավելի փորձառու յութուբերները զանգակի կոճակն էլ սեղմեք, որ առաջիններից մեկը իմանաք մեր լուրերի եթերների մասին։ Թեմաները շատ են, բայց կուզեի անդրադառնայինք հիմնականում միջազգային թեմաներին, միջազգային մարտահրավերներին, եթե կարելի է այդպես ասել։ Բայց առաջին հարցը երևի թե անդրադառնանք Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին ի նշան բարի կամքի կվերադարձնեն Ադրբեջան։ Հետաքրքիր է, չէ՞, ինչու Հայաստանի հանդեպ բարի կամք չեն դրսևորում, իսկ Հայաստանը անընդհատ բարի կամք է դրսևորում։ Ինչի՞ է դա կապված, ինչ ես կարծում։ Դե մեր իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդադ հայտարարում է, որ մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ խաղաղասեր ենք, պետք է սկզբում ասում էր բանակ պետք չի, զենք պետք չի գնենք, հիմա արդեն հասկացել է, ասում է, չէ, մենք իրավունք ունենք բանակ ունենանք, իրավունք ունենք պաշտպանվենք։ Հիմա արդեն ասում է անապատ հիշում եք դաշտի քարտեզները տվեցին առանց գերիների փոխանակման, որը նոյեմբերի 9-ի գլխավոր կետերից էր եւ կարելի էր գոնե դա իրականացնել, գերիներին վերադարձնել այդ քարտեզների դիմաց, դա էլ չարվեց։ Հայաստանում կային ադրբեջանցի մի շարք գերիներ, վարձկաններ, դրանք փոխանակվեցին, Ադրբեջանը չտվեց մեր գերիներին, այսինքն այս քաղաքականությունը զիջողական, ըստ Նիկոլ Փաշինյանի ցույց է տալիս, որ մենք խաղաղասեր ենք, բայց ըստ ինձ ընդհանրապես ցույց է տալիս, որ մենք պարտվողական դիրքորոշում ենք ուրեմն դրսևորում եւ մեր շահերը չեն կարողանում առաջ տանել։ Ադրբեջանը իր 5 գերի բաց թողնելու դիմաց, ասենք, ստանում է կլիմայական համաժողովը իր երկրում 10 գերի կամ 20 իրականացնելու իրավունքը, իսկ մենք ոչինչ չենք ստանում նրա դիմաց, որ ադրբեջանցի, որը հատել է մեր սահմանը, փոխանցում ենք Ադրբեջան։ Միանշանակ սխալ եմ համարում սա, բայց դե չեն կարող մենք ոչինչ անել։ Ընդհանրապես կարող են քննադատել, որոշողը Նիկոլ Փաշինյանն։ Հունաստանի պաշտպանության նախարարության ղեկավարն այցելել էր Հայաստան, մի շարք կարևոր հայտարարություններ էր արել, որոնք պետք է ուղերձ լինեն հարևաններին։ Ինչպես է գնահատում հույն նախարարի այցը եւ ի լրումն Անտալիայում տեղի ունեցածի մասին, հանդիպումներ, ելույթներ եւ այլն, հա։ Ես միշտ կողմնակից եմ եղել այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պետք է ձեռք բերի դաշնակիցներ միջազգային ասպարեզում ընդդեմ Թուրքիայի։ Դրանք կարող են լինել արաբական երկրները, նշել եմ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, իդեպ այսօր Նիկոլ Փաշինյանը գիտենք, որ մեկնել է Եգիպտոս, շատ ճիշտ քայլ է իմ կարծիքով։ Եվրոպայում դա Հունաստանն է, Հոլանդիան, Կիպրոսը, սկանդինավյան երկրները, որոնք լուրջ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, գիտեք, քրդական հարցի հետ կապված, դրա համար Թուրքիան չէր շտապում վավերացնել ՆԱՏՕ-ի անդամակցությունը այդ երկրների, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի, Ֆրանսիան, այսինքն պետք է ձևավորել հակաթուրքական լուրջ դաշինք, այն երկրների միությունը, որոնք ցանկանում են տարածաշրջանում եւ աշխարհում ընդհանրապես հակակշռվել Թուրքիայի Էրդողանի այսօրվա որդեգրած պանթուրքիստական ագրեսիվ քաղաքականությանը եւ այլ երկրները շատ են։ Մանավանդ Թուրքիայի սիրախաղը Ռուսաստանի հետ կապված է 300 այդ ուրեմն զինատեխնիկայի ձեռքբերմանը, կապված Ուկրաինայի հարցում Թուրքիայի ոչ ճիշտ եւ ոչ միանշանակ դիրքորոշմանը, գիտեք, հացահատիկային գործարքի հետ կապված եւ այլն եւ այլն։ Այսինքն այս բոլոր կետերը թույլ են տալիս Հայաստանին մեծ թվով լուրջ ուրեմն դաշնակիցներ ձեռք բերել, այդ թվում Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները, որոնք դժգոհ են իր վարած քաղաքականությունից։ Միացյալ Նահանգներն էլ է իհարկե դրանց շարքին դասվում եւ պետք է հիշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան էր այցելել Հունաստանի վարչապետը եւ արգորձնախարարը եւ նրանք լուրջ իհարկե խոսքերով դեռ աջակցություն հայտնեցին Հայաստանին, այսինքն ասեցին, որ մենք ունենք աշխատելու տեղ։ Իսկ դուք գիտեք, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է եւ Միացյալ Նահանգները, որ հանդիսանում է նրա գլխավոր ռազմավարական դաշնակիցը, նաեւ ունեն երկկողմ համաձայնագրեր, բացի ՆԱՏՕ-ի անդամ լինելը եւ լուրջ զինում է կատարվում հունական ուրեմն բանակի կողմից, բանակին Ամերիկա-Միացյալ Նահանգների կողմից, ինձ թվում է Հայաստանը պետք է այդ ամենից օգտվի։ Բացի այդ, ես ձեզ ասեմ, որ այն զենքերը, որ Միացյալ Նահանգները ինքը չի կարողանում այս պահին փոխանցել Ուկրաինային, կապված ներկայացուցիչների պալատում այդ քվեարկության ձգտման հետ, մենք գիտենք, որ որոշ խողովակներով, այդ թվում հունական
պողպակներով, այդ զենքերը տրամադրվում են Ուկրաինային, այսինքն Հունաստանը հանդիսանում է նաև այսպես միջանկյալ փողովակ դեպի Միացյալ Նահանգներ եւ ես վստահ եմ Հայաստանը պետք է միանշանակ օգտվի այդ կապից։ Մենք գիտենք, որ Հունաստանը Թուրքիայի հետ ունի լուրջ խնդիր կապված Կիպրոսի հետ եւ միանշանակ պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Հունաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը պաշտպանական ոլորտում հնարավոր է համարում Երևան, Աթենք, Փարիզ, Դելհի համագործակցությունը, սա կարծես քո ասածի շարունակությունն է։ Արդյոք հայկական կողմը կամ հայկական իշխանությունները այսօրվա պատրաստ են նման համագործակցության։ Տեսնում ենք առանձին պայմանագրեր կան, բայց որ այդպիսի առանցք ձևավորվի, կարծես թե հայկական կողմից նման գաղափարներ չեն արտահայտվել։ Ես միշտ նշում եմ, որ Հայաստանը վարում է ռեակտիվ արտաքին քաղաքականություն։ Ինչ է դա նշանակում։ Դու ad hoc պատասխանում ես այն առաջարկներին, որոնք քեզ տրվում են։ Մենք Եվրամիության հետ կխորացնենք մեր հարաբերությունները այնքան, որքան Եվրամիությունը կառաջարկի։ Մենք կմասնակցենք այսպիսի ռազմական դաշինքներին այնքան, ինչքան նրանք առաջարկեն։ Այսինքն այսօրվա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որը մենք ողջունում ենք, որ լավ է, պետք է դեպի արևմուտք թեքվել, դա իր քաղաքականությունը չի։ Նա բախվել է իրողությունների տարածաշրջանում, նա հասկացել է, որ Ռուսաստանը այլևս Հայաստանի դաշնակիցը չէ, նաև իր դաշնակիցը չէ։ Դուք իր հարցազրույցում հիշում եք, նա ասաց, որ հեղաշրջման փորձեր են եղել, այսինքն այստեղ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի շահերը, ինչքան էլ մի քիչ կոպիտ հնչի, այս պահին համընկնում են։ Նա հասկացել է, որ Վլադիմիր Պուտինը նաև իր իշխանության գարանտը չի, իսկ իշխանություն Նիկոլ Փաշինյանը մենք գիտենք շատ կարևոր բան է։ Դրա համար նա այսպես ուզած թե չուզած հասկանալով, որ արևմուտքը որևէ տեղ չի գնում, Ֆրանսիան հայտարարում է, որ ես գալիս եմ տարածաշրջան, դու չես կարող դրան հակադրվել։ Հնդկաստանը հայտարարում է, որ ես գալիս եմ տարածաշրջան, այնտեղ կա Պակիստանի հարց, մենք դրա մասին կխոսենք, Ադրբեջանին զսպելու հարց Կովկասում, ճանապարհների լոգիստիկայի հարց, այսինքն Հայաստանը ուզի թե չուզի, պետք է մասնակցի որևէ երկու ճամբարներից մեկի գործունեությանը, Ռուսաստան, Իրան, ավտոկրատ երկրներ, դե Թուրքիա, Ադրբեջան չեմ էլ նշում, եւ դեմոկրատական երկրներ, որոնք այսօր պաշտպանում են Հայաստանի շահը, այն երկրներն են, որոնք նշում են, որ արտատարածքային միջանց պետք է չլինի, որ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից եւ հակառակ ճամբար, որ դուք սահման չունեք, դրա համար ՀԱՊԿ չի կարող գալ, պետք է միջանցք տալ նոյեմբերի 9-ով, ուզած թե չուզած Նիկոլ Փաշինյանը արդեն կողմնորոշվում է դեպի արևմտյան ճամբար։ Այսինքն Հայաստանը պասիվ դիտորդի դերում է։ Ես կարծում եմ դա սխալ է, Հայաստանը ինքը պետք է նախաձեռնություններ դրսևորի եւ ոչ միայն այս 4 երկրների կապված, ես արդեն նշեցի, նաեւ Սաուդյան Արաբիա եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներին, Հոլանդիային ներառի իր այսպես աքսիսի շրջանում, որոնք ցանկանում են հակակշռել Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին տարածաշրջանում, դա շատ կարեւոր է։ Երեք մենք խոսում էինք, որ Լավրովի հայտարարություններին կարծես պատասխան չկար Երևանից եւ երեկոյան արդեն տեսանք, որ Փաշինյանի խմբակցության ղեկավարը համաձայն չէր Լավրովի հետ, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատացնելու քաղաքականություն չեն վարում նրա։ Ինչպես է գնահատում Մոսկվայի սադրանքները եւ Երևանի արձագանքի արդյունավետությունն ու որակը։ Ես օրինակ շատ բարձր եմ գնահատում Պետրոս Ղազարյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը շատ հավասարակշռված, չնայած Մարիա Զախարովան նրան փորձում էր վիրավորել, թե նա իր արևմտյան տերերին է ցանկանում հաճոյանալ, նա ասեց մի պարզ բան. Հայաստանը իրավունք ունի պաշտպանել իր երկրի անվտանգությունը, իր երկրի տարածքային ամբողջականությունը, ինչ խնդիր ունի դրա հետ Ռուսաստանը։ Երբ որ մենք փորձում ենք այն երկրներին ներգրավել, որոնք այսօր մեզ ցանկանում են օգնել, իրենց շահերից ելնելով, նույնիսկ եմ կրկնում Հայաստանի շահերի այստեղ մասին չի խոսքը, բայց մեր շահերը համընկնում են։ Դուք ինչու եք ասում դա մեզ դեմ է։ Դե դուք պաշտպանեիք մեր շահերը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը, հələ Ղարաբաղի հարցը դնենք մի կողմ, չնայած դա մի կողմ երբեք չի երդրվի։ Մենք փորձում ենք մեզ պաշտպանել։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ինչ ասեց, ասաց Ռուսաստանը մեզ բացեիբաց ասել է, մենք այս պահին զբաղված ենք, չենք կարող ձեր շահերը պաշտպանել, մենք ձեզ չենք կարող զինել։ Բայց պարոն Լավրովը մեզ ինչ է առաջարկում, մենք այսպես մնանք, չզինվենք, ոչ մեկի հետ չշփվենք, ինչ թե Լավրովը նեղանում է, եւ ինչ գան Հայաստանը գրավեն մեջ արեն, այսինքն իրենք ուզում են, որ այդ ռազմավարական դաշնակիցը վատ վիճակում լինի։ Ես ուզում եմ այդ հարցը պարզ պարոն Լավրովին տան։
Ո՞րն է իրենց նպատակը Հայաստան։ Հակառակը, որ Ադրբեջանը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանում է, Ուկրաինային դրոններ է վաճառում, ես չեմ լսել պարոն Լավրովը Ադրբեջանի ինչ-որ մեղադրանքներ հնչեցի։ Դե Թուրքիայի բայրակթարների մասին ընդհանրապես չեմ էլ խոսում։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ընդամենը փորձում է ջղաձիկ ինչ-որ շարժումներ անել, նա հասկանում է, որ ամբողջ աշխարհն է այսօր իր դեմ դուրս եկել, նույնիսկ իր թվացյալ դաշնակիցները շատ ներողություն տակից ցանկանում են, որպես ինքը թուլանա, դա Չինաստանին էլ է վերաբերում, եւ այսպես ասած դրա հարցերը լուծեն այնտեղ մեծ պաշարներ կա, նավթի, գազի, Ռուսաստանը այսօր մեծ փորձադաշտ է հենց Չինաստանի համար, մենք դրա մասին կխոսենք։ Այսինքն Հայաստանի վրա կարողանում են վայրահաճել, որովհետեւ Հայաստանը թույլ է այս պահին, Հայաստանը չի կարողանում պատասխանել։ Թե չէ, որ կարողանային Թուրքիային էլ մի բան կասեին, Ադրբեջանին էլ մի բան կասեին, ընդհանրապես պետք է նրան ուշադրություն դարձնել, պետք է ասել մի պարզ բան, մենք պաշտպանում ենք, ինչպես ասեց Արմեն Գրիգորյանը, մեր երկրի շահերը, եթե որևէ երկիր դրան դեմ է, մասնավորապես Ռուսաստանը, ուրեմն դա արդեն իր խնդիրն է։ Երևի թե ոչ թե Հայաստանն է թույլ, այլ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ, ես նույնիսկ Բրորի մասին չասեմ, որտեղ նույն Արմեն Գրիգորյանը նույնպես իշխող ուժի թիմից է։ Անդրադառնանք Մակրոնի նախաձեռնություններին, Ուկրաինային օգնելու եվրոպական կոալիցիան ընկալում եք որպես Ամերիկային լրացնող, թե արդեն ականատես ենք Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մրցակցության։ Տրամպի այս քաղաքականության վերադարձը, իհարկե, եւ նրա հայտարարությունները, որ մենք կարող ենք ՆԱՏՕ-ից դուրս գանք, այն որ նա տորպեդահարում է այս պահին Ուկրաինային օգնությունը, մենք տեսնում ենք Զելենսկին հայտարարեց, որ Խարկովի ուղղությամբ էլ որոշ դժվարություններ արդեն կան, եւ դա կապված է ռազմամթերքի տրամադրման հետ, դա Ուկրաինայի ուրեմն քաջ բանակի հետ կապ չունի, բայց եթե չունես ռազմամթերք, ինչպես Հայաստանի բանակը չունես, դու չես կարող կռվել, հո նետերով, նիզակներով չես կռվելու Ռուսաստանի դեմ աշխարհի ամենամեծ երկրի։ Այս պահին Եվրոպան հասկացել է, որ Տրամպի հնարավոր իշխանության գալու դեպքում հնարավոր է տարբեր սցենարներ։ Կարող է ՆԱՏՕ-ից դուրս գա Միացյալ Նահանգները, կարող է կասեցնի օգնությունը Եվրոպային։ Եվրոպան ուզած չուզած մի կողմից դա լավ է, զարկ է տվել իր պաշտպանական համակարգի զարգացմանը, տեսան Գերմանիայում արդեն գործարաններ են ստեղծում, Ֆրանսիան այսպես լիդերի դեր է վերցրել իր վրա։ Ես դրանում լավ տենդենս եմ տեսնում։ Նույնիսկ եթե Տրամպը չգա իշխանության, սա ցույց է տալիս, որ Եվրոպան զարթնել է, հասկացել է, որ հույսը պետք չի դնել միայն Միացյալ Նահանգների վրա, պետք է հզորացնել նաև իր ռազմական ուրեմն ուժը, ինչու՞ չէ նաև Միացյալ Նահանգներին երբեմն հակակշիռ լինելու դեպքում Եվրոպան միշտ էլ ցանկացել է ինքնուրույն քաղաքականություն վարել, բայց եթե նրանք չունեն ռազմական ուժ, եթե չունեն բանակ, այդ երկրները կամ եվրոպական միասնական բանակի մասին էլ են արդեն խոսում ստեղծման, իրենք չեն կարող նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին հակադրվել, ինչ նրանք կասեն, Եվրոպան էլ կանի։ Սա շատ լավ տենդենս է եւ Հայաստանի համար էլ է սա լավ, որովհետեւ Եվրոպան երբեք դուրս չի ընկալվել Ռուսաստանի եւ Թուրքիայի, նաեւ նրանց սատելիտ Ադրբեջանի կողմից, որովհետեւ իրենք չունեն ռազմական ուժ։ Իսկ հիմա այս բոլոր գործընթացները ստիպում են նրանց թափվել եւ հասկանալ, որ այդպես չի։ Օրինակ միայն Ֆրանսիան իր մատակարարումներով կարող է լուրջ փոփոխություններ մտցնել Կովկասի տարածաշրջանում։ Եվ ես վստահ եմ Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ, նաև Հնդկաստանի ուղղությամբ, այսօր նրանք մի դաշինք են կազմում, նորից եմ ցանկանում կրկնել, այս միապետական Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, դրան վերաբերում է նաև Չինաստանը երկրների դեմ։ Եվ մենք ունենք մեծ հնարավորություն, որը երբեք պատմության ընթացքում չենք ունեցել։ Միշտ պարփակված են եղել Ռուսաստան, Թուրքիա երկրների միջև։ Հիմա մենք ունենք հնարավորություն ազատ աշխարհի հետ հարաբերվել եւ պետք է արագացնել, որովհետեւ ժամանակը չի դերում, չգիտենք ինչ է կատարվելու Միացյալ Նահանգներում։ Անդրադառնանք համաշխարհային խաղացողների քաղաքականությանը, Չինաստանի թաքնված սպառնալիքի մասին, հատկապես խաղաղության խաչմերուկի, քաղաքականության համատեքստում, ցավոք սրտի այդ նախագծի գաղափարախոսները հաշվի չեն առել իրենց իրական մարտահրավերները, օրինակ Արևմուտքի եւ Չինաստանի մրցակցությունը, եւ այս անվնաս թվացող նախագիծը կարող է խնդիրների աղբյուր դառնալ Հայաստանի համար։ Կամ օրինակ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Չինաստանի անուղղակի հետաքրքրության մասին, որը խնամքով թաքցված է, վստահ եմ ձեր կարծիքը հետաքրքիր կլինի մեր լսարանին։ Մի փոքր հնարավոր է երկար լինի, բայց ես պետք է մի էքսկուրս իրականացնեմ նաև 20 թվականի Արցախյան պատերազմում Չինաստանի դերի հետ կապված։ Ուրեմն 2013 թվականից սկսած Չինաստանը հայտարարեց մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծի ստեղծման մասին։
որին հակադրվում է Հնդկաստանի Միացյալ Նահանգների կողմից հյուսիս-հարավ ճանապարհային նախագիծը։ Ուրեմն այդ ճանապարհը չինական 3 ուղղությամբ էր գնում։ Առաջինը ուրեմն տրանսսիբիրյան երկաթուղին էր ռուսական տարածքով, որով բեռների փոխադրման իրականացումը շատ երկար է տևում, մոտ 2 անգամ ավելի, քան հարավային ուղղությամբ։ Հարավային ուղղությունը ներառում էր Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքմենստանը, Իրանը եւ Թուրքիան։ Բայց ուկրաինական պատերազմից առաջ, Ղրիմի պատերազմի դեպքերից հետո Թուրքիան հասկացավ, որ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները կարող են լուրջ ազդեցություն ունենալ այդ ճանապարհի վրա եւ այն օգուտները Չինաստանը չստանա, որոնք ցանկանում էին։ Ինչ տեղի ունեցավ, Էրդողանը մեկնեց Չինաստան եւ Չինաստանի ղեկավարի հետ քննարկեցին երրորդ տարբերակը, որը կոչվում է Middle Corridor, այսինքն ոնց որ միջին արդեն ճանապարհը, որը անցնում է Միջին Ասիայի երկրներով, ուշադրություն, Հայաստանով, Ադրբեջանով, Նախիջևանով եւ Թուրքիայով։ Այդ Զանգեզուրի միջանցք թվացյալը հենց այդ ճանապարհն է։ Ռուսաստանին եւ Իրանին սա շրջանցում է։ Էրդողանը առաջարկեց Չինաստանի ղեկավարին, որ քանի որ Իրանը եւ Ռուսաստանը առաջիկա տարիներին գտնվելու են արևմտյան սանկցիաների տակ, այս ճանապարհը ես կարող եմ վերահսկել։ Միջին ասիական երկրները դեմ են ազդեցության տակ են, Ադրբեջանը իմ եղբայրական երկիրն է, մնում էր մեկ հարց՝ Հայաստան, Նախիջևան, Զանգեզուր այդ հատվածը։ Եվ այդտեղ կար լուրջ խնդիր, դա Ղարաբաղյան սառեցված հակամարտությունն էր։ Եվ այսպես էր որոշվել, որ այդ հակամարտությունը լուծելուց հետո ճանապարհը կբացվի։ Եվ մենք ինչ տեսանք, Չինաստանը 2020 թվականի հոկտեմբերին, երբ որ Բաքվի անվտանգության խորհրդում քննվում էր Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը, եւ մեկ երկիր վետոյի իրավունք կիրառեց։ Բոլորը խոսում էին, որ դա միացյալ թագավորությունն է, սակայն Անգլիայի դեսպանը Երևանում հայտարարեց, որ դա իրենք չեն։ Արդեն ասեցին, որ դա Չինաստանն է, իսկ Չինաստանը որևէ, այսպես ասած, պատասխան ռեակցիա չտվեց։ Այսինքն ստացվեց, որ Չինաստանը բլոկի է ենթարկել Հայաստանի փրկության համար կարևոր մի բանաձև, քանի որ նրանք ցանկանում են ստանալ այդ ճանապարհը։ Դրանից հետո Շուշի այցելեցին որոշ երկրների դեսպաններ, ճանաչելով Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, որոնց թվում էր Չինաստանի դեսպանը Ադրբեջանում։ Եվ ինչ նա հայտարարեց, այսինչ որ ես ասում եմ, ամբողջը բաց հարթակներում կա, մեր ժողովուրդը կարող է տեսնել, սա մերկապարոնից հայտարարություններ չի։ Հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր է Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրի համար։ Իհարկե, դրանից հետո Հայաստանի արևմտյան ուղղվածություն ունեցող գործիչները մեծ աղմուկ բարձրացրեցին եւ Երևանում Չինաստանի դեսպանը հերքեց այդ պնդումները, սակայն Չինաստանը ոչինչ այնպես չի ասում։ Արևմտյան մամուլում կան տեղեկություններ եւ դա շատ հեշտ է ռադարներով, սպուտնիկներով վերահսկել, որ պատերազմի տարիներին ադրբեջանական Boeing-ը 4 անգամ մեկնել է Չինաստան, ռազմական օբյեկտներ եւ հետ է վերադարձել։ Հեղինակը այսպիսի մի հումորային գրառում էր կատարել, դժվար թե նրանք Չինաստանից մանդարիններ վերած լինեին։ Այսինքն Չինաստանի դերը Ղարաբաղյան պատերազմում Զանգեզուրի այս հատվածի հետ կապված ընդհանրապես Հայաստանում ես զարմացած եմ։ Չի խոսվում այդ դերի մասին։ Հակառակը մեր ժողովրդից գալի հատվածը մեկ-մեկ sense անում, դե Չինաստանը կարող է լինել մեր դաշնակիցը։ Չինաստանը այսօր հանդիսանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակիցը։ Ուйղուրական հարցի հետ կապված էին նշում, որ Չինաստանը Թուրքիային փորձելու է հակակշռել, որտեղ գիտեք, այնտեղ սեպարատիստական շարժում է, Թուրքիան էլ ֆինանսավորում էր։ Դա 1990-ական թվականներին էր, երբ Չինաստանը հանդիսանում էր աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ 2000-ականներին տնտեսական զարգացման հետևանքով Չինաստանը սկսեց վարել ուйղուրների նկատմամբ այլ քաղաքականություն, ուծացման քաղաքականություն։ Եթե 90 թվականին ուйղուրները կազմում էին այդ հատվածի 75%-ը, հիմա նրանք կազմում են 40%-ը, մնացած 60%-ը էթնիկ չինացիներն են։ Այսինքն Չինաստանը խելացի soft power, փափուկ ուժի քաղաքականությամբ կարողացավ ուйղուրական հարցը հանել մեջտեղից։ Եվ եթե Թուրքիան այն ժամանակ Չինաստանի մեղադրում էր ուйղուրների գենոցիդի մեջ, հիմա նրանք նշում են, որ ուйղուրները պետք է ապրեն Չինաստանի տարածքում եւ Թուրքիան պաշտպանում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը։ Դրան զուգահեռ 2019 թվականին առաջին անգամ Չինաստանը հայտարարեց, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի փոքր երկար ստացվեց, բայց ինձ թվում է սա շատ կարևոր հարց է։ Այսքանից հետո ինձ թվում է հասկանալի է Չինաստանի դերը
Ղարաբաղյան պատերազմում։ Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ Չինաստանը մի փոքր հետ է քաշվել։ Եթե սկզբում խոսում էին, որ այո, ճանապարհներ, կոմունիկացիաներ պիտի բացվի, հիմա նրանք տեսան, որ Արևմուտքը քնած չի, այսինքն Արևմուտքը հասկանում է, որ Չինաստանը ցանկանում է այդ ճանապարհը ի հակակշիռ հնդկական եւ արևմտյան հյուսիս-հարավի իրականացնել։ Եվ Իրանի դեսպանը, Միացյալ Նահանգների դեսպանը այցելում են Սյունիք։ Նրանք տեսան, որ Միացյալ Նահանգներն եւ Արևմուտքը հակակշռում են այդ ճանապարհի, հյուսիս-հարավ ճանապարհի ստեղծում։ Դրա համար, այսպես ասած, մարախ են մտել, նրանք հիմա այդ մասին չեն էլ խոսում, սպասում են տեսնեն ինչ տեղի կունենա։ Եվ դուք նշեցիք Հնդկաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցության մասին։ Հնդկաստանը հայտարարել է, որ Չաբոհար նավահանգիստը, որը գտնվում է Իրանում, պետք է կապի Հնդկաստանը, Հայաստանը, Իրանը, Եվրոպան եւ Հելսինկին։ 2021 թվականին Հայաստանում Հնդկաստանի դեսպանը հայտարարեց։ Եվ իրենք պատրաստ են Հայաստանին օգնել հյուսիս-հարավի այն ճանապարհի կառուցման հարցում, որը կիսատ է մնացել մեր նախկին իշխանությունների կողմից այդ ճանապարհային միջոցները մսխելու հետ կապված։ Հիշում եք, Նիկոլ Փաշինյանը քրեական գործ հարուցեց, բայց դե ինչպես միշտ ոչ մեկ չպատժվեց, հայտնի խոշոր սեփականատերից մեկն էր այդտեղ մասնակցում, նախկին օլիգարխներից, այսինքն նրանք այնպես են արել, որ հյուսիս-հարավ ճանապարհը, որը Հայաստանի փրկության ճանապարհն է դեպի աշխարհ, այսօր ըստ էության տորպեդահարվել է դրա կառուցումը, մեջ անելու նախկին երրորդ նախագահի նաև շրջապատի կողմից հետևանքով։ Ինչ եմ ուզում ասել, Հնդկաստանը ցանկանում է տարածաշրջանում Պակիստանին եւ Ադրբեջանին հակակշռել։ Դուք գիտեք, որ Քաշմիրի հարցում Ադրբեջանը պաշտպանում է Պակիստանին։ Այսինքն Հնդկաստանի այս ակտիվ դիրքորոշումը, մեր ժողովուրդը, որ ասում է Հնդկաստանը մեզ օգնում է, կապված է տարածաշրջանում Թուրքիային, Պակիստանին եւ Ադրբեջանին հակակշռելու եւ նրանց կողմից այս չինական 1 գոտի 1 ճանապարհը տորպեդահարելու հետ կապված։ Հիմա այս երկու պրոյեկտները միմյանց հետ մրցում են եւ այս ամբողջ ուրեմն աշխարհակական հարցերը, այս գոտիները, Կովկասը, ուկրաինական խնդիրը կապված է սրա հետ։ Ուկրաինան ունի 40 միլիոնանոց շուկա։ Ռուսաստանը չի ցանկանում կորսել այդ շուկան, այսինքն այստեղ ոչ թե այդ ռուսկի միր եւ այլն, այդ հեքիաթները դնում ենք մի կողմ։ Ամբողջը լոգիստիկ շղթաների, շուկաների պայքար է տևելու։ Դրա համար Չինաստանը սկզբում պաշտպանում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ հարձակման հարցում։ Հիշում եք, այդտեղ ծրագրեր էին ներկայացնում Զելենսկին ասում էր, որ դա Ուկրաինայի կապիտուլյացիայի պլան է, դա խաղաղության համաձայնագիր չի։ Այս ամեն ինչը կապված է այդ երկու մրցակցող ճանապարհների հետ։ Չինաստանի քաղաքականությունը կարծես փոխվել էր, բայց հիմա նորից եկել են հորդորները, որ եկեք հրադադար, Պուտինը շարունակ հրադադար է մուրում։ Հետարքիր է, որ ներքին աուդիտորիայի համար իրենք լուրեր են տարածում, ասենք դու ասացիր Խարկովի պահով, Խարկովի ուղությամբ վերջերս ուկրաինական զորքերը եւս մի քիչ առաջ էին գնացել, ազատագրել էին։ Խարկովի մարզից մի փոքր մաս դեռ մնում է ռուսների վերահսկողության տակ, հյուսիս-արևելքում, եւ հենց այդ ուղությամբ մերոնց հաջողվել էր մի քիչ ավելի շատ տարածք բերել։ Դες անդրադարձանք Չինաստանի թեմային, չի ասի, որ ընդհանրապես չկա, օրինակ մեր եթերում Արմեն Պետրոսյանի հետ քննարկել էինք, բայց իրոք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չի, ընդհակառակը ես տեսել եմ լրատվամիջոցներ, ովքեր կարծես թե պետք արևմտյան ուղությամբ ավելի լավ տրամադրված լինեին, հենց իրենց եթերներում է հնչել միջանցքի իբր թե օգտակարության մասին խոսույթը։ Ճիշտ է, դրանք եղել են մի քանի անգամ, բայց մեր աչքից չեն վրիպել, մենք գիտենք, որ ալիքներում է դա եղել։ Դրա համար ելոց առիթը օգտագործելով ասեմ, մի քիչ ես սահմանափակել եմ իմ հարցազրույցները տարբեր ալիքների, մի որոշ ժամանակ այսպես կլինի, մինչև ասենք վստահությունը վերադառնա, ճիշտ ասած զբաղվածության հետ է կապված եւ նաեւ վստահության կորստի, այսպես ասեմ, այնպես որ մեր մոտ էլ եթե առաջ փորձագետների շարքը ավելի լայն էր, հիմա այդքան լայն երևի թե չլինի, որովհետեւ որոշ մարդկանց դիրքորոշման եւ խոսույթի մեջ մենք խնդիրներ ենք տեսել եւ ինչպես մեր լսարանը գիտի, հրավիրում ենք միայն այն մարդկանց, ում վստահում ենք, այնպես քանի որ կրքերը թեժանում են, մենք մի քիչ կսահմանափակենք, որպեսզի հանկարծ մեր եթերից չհնչի այնպիսի բաներ, որոնք որ կհակասի Հայաստանի իրական շահերին։ Մենք Հայաստանի կողմնակից ենք, ոչ թե ասենք ինչ որ իշխանության ներկայացուցիչ չի, որտեղ իշխանությունները փոխվում են, իսկ Հայաստանը, հայ ժողովուրդը մեր հանուր հայրենիքն է, մեր քույրերն ու եղբայրներն են, եւ նրանց շահերը պաշտպանելու համար մենք անում ենք այն ինչ որ կարող ենք մեր ուժերից ելնելով։ Մինչև ամերիկյան թեմային անդրադառնալը կուզեմ
կուզենայի այսօրվա լուրը կարդայի։ Պետդեպը անդրադարձել է Լավրովի հայտարարություններին, մատնանշելով, որ Լավրովի հռետորաբանությունը դեստաբիլիզացիայի է տանում տարածաշրջանը։ Կարծես թե առաջին անգամ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անդրադառնում է Ռուսաստանից հնչած հայտարարություններին։ Համենայն դեպս, ճիշտ ասած, հիմա արագ չեմ կարող հիշել երբ է եղել վերջի անգամ, որ հայտարարությունների անդրադառնային ոչ թե Երևանից, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, պատկերացնում եք, չէ՞, Հայաստանի արտգործնախարարությունը դեռ ոչինչ չի ասել, բայց Պետդեպը արդեն ասում է։ Չնայած մեր երեկվա եթերից հետո մենք որ գրել էինք Լավրովի սուտը եւ Երևանի լռությունը, տեսանք Փաշինյանի խմբակցության կողմից հայտարարություն, բայց արտգործնախարարությունից դեռ չկա։ Հուսանք, որ կհետևեն Պետդեպի օրինակին եւ Հայաստանի շահերը շատ ճիշտ կպաշտպանեն։ Կուզենայի անդրադառնայինք ամերիկյան գործերին, ինչքան շուտ կարող ենք ելքին ականատես լինել այս ճգնաժամից, ակնհայտ է, որ կա ներքաղաքական ճգնաժամ եւ քո կարծիքով ինչքան սա կտևի, արդյոք մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո նոր ճգնաժամի փուլ կարող է սկսվել, որը որ կարծես ազդում է Ամերիկայի Միացյալ Նահանգների համաշխարհային դերի վրա, հա, այսպես ասենք, եւ ազդում է նաեւ նրա համագործակցության եւ օգնության վրա նույն ոչ միայն Եվրոպային, Ուկրաինային, այլ նաև Հայաստանին։ Ես միշտ իմ եթերներում խոսում էի, որ Տրամփի վրա չի կարելի հույս դնել, չնայած շատ մարդիկ ինձ ասում էին, քննադատում էին Ուկրաինային, առաջի լիտալնի զենքը տվել է Տրամփը։ Այստեղ մի փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե հիշում եք, Զելենսկու եւ Տրամփի միջև եղավ մի տհաճ միջադեպ, մեղմ ասած, երբ որ Տրամփը պահանջում էր Զելենսկուց Բայդենի որդու հետ կապված տալ տեղեկություններ, հիշում եք, դա իմպիչմենտի նույնիսկ հարց էր Միացյալ Նահանգներում, որ այդտեղ Ուկրաինայում ինքը լոբիզմով է զբաղվել, հիշում եք Բայդենի հետ կապված եւ այլն, եւ այդտեղ գաղտնալսումներ եղան, եւ Զելենսկին հրաժարվեց Բայդենի որդու վերաբերյալ, որը աշխատում էր Ուկրաինայում, տալ Տրամփին վարկաբեկող տեղեկություն։ Դրանից հետո Տրամփի մոտ, այսպես ասած, նստվածք է մնացել Զելենսկի որպես գործիչ հետ կապված, բացի այդ մենք գիտենք Տրամփի շատ ջերմ հարաբերությունները Պուտինի հետ, դրա համար Տակեր Կարլսոնը, որը սովորական հարցազրույց վերցրեց Պուտինից, խոսում են, որ Տրամփի վարչակազմում նա փոխ նախագահի պաշտոն կարող է ստանալ, սովորական լրագրողի մասն է խոսքը, իսկ Տակեր Կարլսոնը Ուկրաինայի հարցում բացահայտ շատ ներողություն ոչ բարոյական դիրքորոշում է դրսևորել, ես հետևում եմ իր հայտարարություններին։ Այսինքն այստեղ Պուտինը կարողացել է պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգներում այնպիսի մի կերպար առաջ մղել, այսպես ասեմ, որոնց շահերը համընկնում են Եվրոպայի նկատմամբ ատելության հարցում, տեսնում եք Տրամփը ինչպես է խոսում Եվրոպայի մասին, ինչ արհամարհական։ Մենք նրանց չենք պաշտպանի, թող Ռուսաստանը գա իրենց կուլ տա։ Ուկրաինայի հարցում, որ Տրամփը ասում է մի օրում այդ հարցը կլուծե։ Բոլորն էլ հասկանում են, որ մի օրում այդ հարցը չի լուծվում, եւ նա չի ասում, թե ոնց պիտի լուծվի, արդեն հասկանում են։ Նա պիտի ասի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ հիմա կան եւ զինադադար են կնքում։ Արդեն դրա մասին համախոհներն են խոսում։ Այսինքն Միացյալ Նահանգներում այս պահին Տրամփի աջակիցները ներկայացուցիչների պալատում նույնիսկ սպառնալիքներով, որտեղ հանրապետական անդամներից ոմանք նշում են, որ Տրամփը իրենց բացահայտ սպառնում է, որ պրայմերիզների ժամանակ ակտիվ մասային հանրապետական ամբողջին շատ ներողություն, ուրեմն այսպես ասած հարցակման ուրեմն անցնելու ազդանշան կտա կոնգրեսականների դեմ, իսկ պրայմերիզները շատ կարևոր են, դրանք հանրապետական ոչ թե կուսակցության անդամներն են, այլ կան կոկուսներ, որտեղ մասնակցում է Միացյալ Նահանգների ժողովուրդը եւ կոկուսների ժամանակ Նիկի Հեյլին մեծ ուրեմն ձայներ է հավաքում եւ կան պրայմերիզներ, որտեղ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նահանգներում առավել ակտիվ, նրանք են քվեարկում տեխնացուների օգտին եւ Տրամփի աջակիցները շատ ակտիվ են, ընդհանրապես սոցիոլոգիական հարցումների համապատասխան Տրամփի աջակից են համարվում միջին կրթություն չունեցող, ասենք շատ ներողություն դպրոցը չավարտած, բանվորական այն մասան, որոնք դժգոհ են, որ ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները էժան գործարաններ է բացել Չինաստանում եւ Տրամփը անդադ ինչ է ասում է, քանի որ Բայդենը եւ այս ուրեմն գլոբալիստները մեր գործարանները Չինաստանում են սարքել, դուք այս բանին չունեք աշխատանք եւ նրանք Տրամփին լուրջ աջակցում են, չնայած Տրամփը երբ որ եկավ իշխանության որևէ բան չփոխեց այդ հարցում, բայց աշխատատեղերի փակումը եւ Միացյալ Նահանգներում որոշ տնտեսական դժվարությունները, որոնք կապված են նաեւ նավթի գնի ուրեմն բարձրացման, գազի գնի բարձրացման հետ Տրամփը իրեն որպես մեծ պլյուս է ուրեմն
գրանցում եւ դրա համար նա այնտեղ ունի մեծ աջակցություն թվում է թե Տրամպը այսպես ծիծաղելի կերպար է, բայց ոչ, Միացյալ Նահանգների ժողովրդի շրջանում առավել ակտիվ, նա ունի մեծ աջակցություն եւ այս պահին նա կարողացել է ամբողջ հանրապետական կուսակցությունները, որոնց մեջ նաեւ կան Ուկրաինայի մեծ բարեկամներ, այնպես արել մենք զարմանում ենք, որ քվեարկության ժամանակ նրանք դեմ են քվեարկում Ուկրաինայի տրամադրվելու օգնությանը, քանի որ նրանք բախում են Տրամպի այդ առավել ակտիվ հանրապետական մասայից, որոնք պրայմերիզներին միշտ գնում են եւ Տրամպին են աջակցում։ Ուրեմն դուք խոսեցիք ճգնաժամ ինչքան կարող է տևել։ Մենք տեսանք, որ երբ որ Սենատում արդեն այդ օգնության փաթեթը ընդունվեց եւ հարցը ներկայացուցիչների պալատում պետք է քվեարկել, մի ծիծաղելի բան եղավ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ուղղակի արձակուրդի ուղարկեց ներկայացուցիչների պալատ։ Այսինքն իրենք հասկանում են, որ եթե քվեարկություն լինի, այդ օրինագիծը կանցնի, բայց ամեն ինչ անում են, որ այդ օրինագիծը չդրվի քվեարկության։ Հիմա ամռանը արդեն պարզ կլինի, թե հանրապետական կուսակցությունից ով է նոմինացվում՝ Նիկի Հեյլին, թե Դոնալդ Տրամպը։ Ինձ թվում է արդեն այդ պահին կհասկանանք, եթե Տրամպն է առաջադրվելու, ապա միայն ընտրությունների ավարտից հետո երբ հասկանանք, թե ով է դառնալու Միացյալ Նահանգների նախագահ, հանգուցալուծում տեղի կունենա։ Իսկ եթե Տրամպը չաչադրվի, Նիկի Հեյլին լինի, Նիկի Հեյլին Ուկրաինայի մեծ բարեկամ է եւ նշում է, որ Ռուսաստանի պարտությունը մեզ համար առաջնային է։ Արդեն այդ պրայմերիզների ժամանակ հասկանալի կլինի, որ Միացյալ Նահանգները վերադառնում է։ Ամառը ամեն ինչ կհասկանանք, բացի այդ աշտանը դեմոկրատական կուսակցությունը պետք է որոշի արդեն ում է առաջադրում, իսկ թվում է այստեղ որևէ սյուրպրիզ չի լինի, Բայդենի կառաջադրեն եւ մենք ականատես կլինենք իմ կարծիքով նորից Բայդեն-Տրամփ մենամարտին, որի ուղղակի ելքը այսօր ոչ մեկ չի կարող կանխորոշել, ընդհանրապես 1-2% տարբերություն է։ Մի խոսքով այս տարին Միացյալ Նահանգների համար շատ բուռն է լինելու եւ նրանց ուշադրությունը միջազգային ասպարեզից շեղվելու է, ինչը շատ ցավալի է եւ Ուկրաինայի համար եւ Հայաստանի համար, որտեղ 20 թվականին նույն բանը տեղի ունեցավ եւ հիշում եք ինչ եղավ Հայաստանի հետ։ Դե այս օրինակը ունենալով պետք է ավելի ինտենսիվ աշխատանք տարվի, դիվերսիֆիկացվի անվտանգության ոլորտի հետ կապված մատակարարումները, հա, եւ եթե հնարավոր է Հայաստանն էլ Ուկրաինայի օրինակով պետք է երկկողմանի ավելի խորը պայմանագրեր կնքի, ոչ թե միայն զենքի գնման, այլ ընդհանրապես Հայաստանի անվտանգության ապահովման ուղղված պայմանագրեր, ինչպիսին գիտես մի շարք նման պայմանագրեր Ուկրաինան կնքել է, այսինքն ինչպիսին է լինի իրականությունը, ով մեր կողմից լինի, ով չէ, մենք միևնույն է պետք է պայքարենք Ռուսաստանի դեմ, ագրեսորի դեմ եւ հաղթելու իրավունք չունենք եւ պետք է հաղթենք։ Եթե ինչ որ մարդկանց թվում է, թե արևմուտքում կան մարդիկ, ովքեր կարող են Զելենսկու վրա ունենալ ազդեցություն պատերազմը կանգնեցնելու, սխալվում են, որովհետեւ Ուկրաինացի ժողովուրդը մեր բոլոր սոցիոլոգիական հարցումներով տրամադրված է մինչև վերջ պայքարելու, գիտես մոբիլիզացիայի նոր օրենք է մշակվում, որպեսզի մի քիչ ավելի դինամիկ լինի այդ process-ը։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի լավ վերլուծեն ինչ է անում ուկրաինական կողմը եւ ինչն է հնարավոր բերել Հայաստան այդ փորձից։ Դες քո հետ չենք քննարկել Զելենսկու հնարավոր այցի մասին տեղեկատվությունը, մենք տեսանք, որ ճիշտ է լուրը չհաստատված էր, բայց 5-րդ շարասյունը Ռուսաստանը եւ ինչու՞ չէ Ուկրաինայում որոշ դեմքեր, ովքեր որ կասկածվում են, ասենք Ադրբեջանի հետ կապեր ունենալու հետ, շատ էին զայրացել, հա, Հայաստանի 5-րդ շարասյունը երևի թե ռեկորդներ էր խփում իր վախի դրսևորմամբ, հա, ինչ ես կարծում, ինչի հետ էր սա կապված, իրենք իրոք հասկանում են Զելենսկու գալու արժեքը Հայաստան, հա։ Իհարկե չեմ ուզում որևէ մեկին վերաբերել, բայց չեմ կարծում իրենք հասկանում են գալը ինչ կփոխի կամ չի փոխի։ Իրենք ընդհանրապես ցանկանում են դուր գալ իրենց գլխավոր գերագույն հրամանատարին Ռուսաստանում գտնվող, այդ շատ պրիմիտիվ է այստեղ Զելենսկու դեմ քարոզչությունը, գիտեք, ես չեմ լսել որևէ փաստարկ, ես ինքս այնպես չի, որ Զելենսկու բալենշիկն եմ եղել առաջին օրվանից, բայց ես տեսնում եմ, որ նա ժողովրդի շահերն է պաշտպանում։ Մենք ոչ թե Զելենսկուն ենք պաշտպանում, մենք արդարությունն ենք պաշտպանում։ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Դա բոլորը տեսնում են, մենք ասենք այդպես չի։
Ահա Զելենսկին չի գնացել կապիտուլյացիայի, ասել են փախի արի Ամերիկա, ասելա ոչ, ես իմ ժողովրդի հետ պետքա կռվեմ, չասեք պետքա, դա ճիշտ է, որ մենք Զելենսկուն ենք պաշտպանում։ Իսկ ձեր ասած անձինք հավատացեք, նույնիսկ Էրդողանին էին պաշտպանում, երբ որ ընտրություններ էր, ես զարմացած եմ եւ այնտեղ կար տեխնացու, որը Էրդողանին նույնիսկ որոշ հարցումներով առաջ էր անցել, ես վստահ եմ այնտեղ կեղծեցին, դա այլ թեմա է։ Այնպես էին պաշտպանում Էրդողանին, Էրդողանը որ չլինի, քլեժ օղլուն լինի, չեմ այդպես է կարծեմ ազգանունը, ինչը Հայաստանի համար լավ է լինելու։ Այսինքն նրանք ուղղակի կրկնում են այն, ինչ որ հեռուստացույցով տեսնում են ռուսական կանալներում։ Իրանք չեն էլ վերլուծում, թե Զելենսկու այցը Հայաստանի համար ինչ կարևոր է։ Դրա համար շատ մեծ մտավոր ունակություններ է պետք, չեմ կարծում նրանք շատ ներողություն իհարկե, ուղղակի վիրավորվում եմ էլի, որ մեր ժողովրդի շահերը չեն սպասարկում, փորձում են ընդհանրապես դուր գալ մեկին, ով որ այսօր Ադրբեջանի թիվ 1 ռազմավարական դաշնակիցն է։ Այդ այցը հետաձգվեց, ես չգիտեմ ինչի հետ է կապված, գուցե այստեղ մեծ դեր ունի այն, որ Բաքուն չէր ցանկանա, որ Զելենսկին այցելի Բաքու, որովհետև դա հաստատ ռուսներին դուր չէր գա։ Հայաստան արդեն չեն կարող ասել թող չգա Հայաստանին, իրենք վաճառել են, բայց Ադրբեջանը հիմա իրենց ռազմավարական դաշնակիցն է դարձել։ Հաստատ Ալիևը ոնց է Պուտինին բացատրելու Զելենսկու այցը, բայց դա տեղի կունենա, դա անխուսափելի է։ Հուսանք, որովհետև Զելենսկու այցը ոչ միայն հայ-ուկրաինական հարաբերությունների համար է կարևոր, այլ նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միտված այց պետք է լիներ։ Տեսնենք, հուսանք, որ չի տապալվի այդ գաղափարը եւ կկայանա։ Իմիջիայլոց մենք բազմիցս խոսել ենք, որ Ուկրաինայի դերը փոխվելու է պատերազմից հետո եւ տարածաշրջան գալու ասենք մասին լուրերը կապված էին հենց դրա հետ, որ Ուկրաինան սկսում է իր նոր դերում հանդես գալ եւ Ադրբեջանի վախերը հենց նույնպես դրա հետ են կապված, որտեղ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի կողմից է եւ եթե Ուկրաինայի նախագահը եթե գալիս է երկու երկրներ, բարձր որ խաղաղությունից պետք է խոսի եւ խաղաղության օրակարգը առաջ տանի, որը որ Ադրբեջանի համար այնքան էլ ցանկալի չէ։ Ադրբեջանը ցանկանում է միշտ երկու աթոռների վրա նստել, հա, մի կողմից Ռուսաստանի հետ սերտ համագործակցել, մյուս կողմից Ուկրաինայի անցած Զելենսկու պրեսկոնֆերանսի ժամանակ ադրբեջանցի լրագրողին հնարավորություն տրվեց հարց տալ եւ Զելենսկին ասաց, որ սպասելիքներ ունենք Ալիևից, հենց նույն խաղաղության ֆորմուլայի ֆորմատին մասնակցելու, իմջալեց ասեմ, որ այս հարցում մենք շատ քննադատել ենք երկու տարվա մեջ Հայաստանի դերի պասիվության համար, բայց Հայաստանը ներկայացուցիչը Արմեն Գրիգորյանը երկու անգամ արդեն մասնակցել է խաղաղության ֆորմուլայի նիստերին, այսինքն Հայաստանը այս պահին ավելի առաջատար է քան Ադրբեջանը, չնայած Ադրբեջանը փորձում է շատ շահարկել իր հումանիտար օգնություն ներկայացնելը։ Դա քանակով եւ գումարային մեծ չէ, պարզապես իրենք բարձր մակարդակով դրա մասին խոսում են։ Նույնը կարող էին անել նաեւ Հայաստանի իշխանությունները, որովհետեւ եղել է առաջին տիկնոջ այցը եւ հումանիտար օգնություն է բերվել եւ երկրորդ անգամ հումանիտար օգնությունը Ուկրաինայի հայերի միության Երևանում անցկացված կոնֆերանսի ժամանակ, երբ որ դիմվել էր Հայաստանի իշխանություններին, երկրորդ անգամ արդեն դեղորայքի եւ բժշկական պարագաների ձևով Հայաստանը հումանիտար օգնություն տրամադրեց Ուկրաինային, իմիջիայլոց ռուսական լրատվամիջոցները շատ էին նեղվել, որ շարունակվում է այդ հումանիտար process-ը, իրենք նույնիսկ փորձում էին ստեր հորինել իբր թե Ուկրաինայում չեն անդրադարձել, իհարկե անդրադարձել էին եւ պաշտոնական եւ մեր լրագրողները, գոլեգաները բավականին լավ անդրադարձել էին, հատկապես որ տեսան պետական հայկական լրատվամիջոցներն էլ են այդ ամենի մասին հաղորդում, դա արդեն ուրիշ երանգ է տալիս, քան ասենք գիտես մասնավոր որոշ լրատվականներ։ Ինչով է հուսանք, որ այցը կկայանա, եթե ինչ-որ բան ունես ավելացնելու անցած շաբաթվանից մեր բաց թողած թեմաները, դա այնտեղ Զվարթնոցի թեմաներ անընդհատ խոսույթը տարբեր տեղերում պատտվում, հետո տեսանք, որ իշխանամետ փորձագետները կամ վերլուծաբանները սկսեցին խոսել, որ դա արագ process չէ։ Ինչպես կարծում սա փորձակար էր, հա, փորձում էին Ռուսաստանի տրամադրությունը տեսնել ինչ կլինի, որ քայլեր անեն, թե ինչի հետ է կապված այս ամենը։ Ցավոք դուք նշեցիք, որ կան շատ խելացի վերլուծաբաններ, որոնք այսօր վստահում են, որ Հայաստանի իշխանությունները իրենց արչև այս խնդիրը որոշել մինչև վերջ կանեն։ Ես չգիտեմ ինչի չեմ վստահում, որ Նիկոլ Փաշինյանը այն ղեկավարն է, անձնապես նրա դեմ ոչինչ չունեմ, բայց ելնելով իր քայլերից, այս դանդաղկոտությունից, ՀԱՊԿ-ից դուրս են գալու, չէ դուրս չեն գալու, դիվերսիֆիկացնելու ենք, չենք դիվերսիֆիկացնելու, զորքը չենք հանելու, Զվարթնոցը
տեսնենք։ Ես տեսնում եմ, որ նա այն կամ վախենում է Պուտինից, կամ այդտեղ ուրիշ ինչ-որ հարցեր, պայմանավորվածություններ կան։ Նա այն գործիչը չէ, որը կարող է այս process-ը Հայաստանը Ռուսաստանի շատ ներողություն տակից դուրս բերելու process-ը իրականացնել։ Ես իրեն չեմ վստահում։ Եթե անի, ես երկու ձեռքով իր կողմն եմ եւ հիմա ուրախանում եմ, որ ինչ-որ մի փոքր ճիշտ քայլ է անում, նշեցի դա իր շահերից է նաեւ բխում ոչ միայն հայ ժողովրդի, ես առանձնացնում եմ դա, բայց ինքը այդ գործիչը չի, ձեր հարցին անդրադառնալով, չգիտեմ, ես վստահություն չունեմ, որ նա մինչև վերջ կգնա եւ մեկ էլ վաղը չենք տեսնի, որ էլի կհայտնվի Պետերբուրգում Եվ կասի մենք ընդունում ենք Ռուսաստանի միջնորդությունը։ Ես չեմ ասում այն որոշ գործիչների նման թող վաղը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, չէ՞ մենք ռեալ խոսում ենք, կամ եկեք Ռուսաստանի բազան հանենք, Պուտինին կախենք տարինակից, այդ բաներն էլ չեմ ընդունում ես լոզունգները, բայց կարելի է այսօր անել քայլեր, անել արագ քայլեր եւ ասել, որ դա պատասխան է Ռուսաստանի քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանի կողմից ես այդ քայլերը չեմ տեսնում, ինչ որ դանդաղկոտ հեղեղուկ վիճակ է վախկոտ շատ ներողություն քայլեր են եւ չզարմանանք որ մեկ էլ այդ զվարթնոցի հարցն էլ էսպես օդում կախված մնա ոչ մեկ չի կարող ասել ինչ կլինի մահվան մեր երկում համրացությունը այնպեսին է որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ իշխանությունը իր ձեռքում է պահում եւ մեկ հոգին է որոշում մի օր կզարթնի կհասկանա որ այդքան քաջություն ունի կանի մյուս օրը կարող է Պուտինը զանգի ինչ որ բան հիշեցնի ասի մենք օգնել ենք որ դուք այս իշխանության ընտրություններով կարող է արդեն հապաղի չգիտեմ ամեն ինչ կախված է մի մարդուց եւ մի մարդու օրվա ցանկությունից կարծում եմ դա պետք է փոխել եւ ձևավորել իրոք այնպիսի թիմ իր թիմում կա մարդիկ ես նշեցի անուններ որ ես նրանց հետ ավելի շատ հույսեր եմ կապում որ իրենք կարող են այս գործընթացը մինչեւ վերջ տանել քան իր հետ ես հույսեր չունեմ Իմջալոց ասենք իշխանամետ վերլուծական դաշտը կարծես թե պրակտիկ վերլուծաբաններ չունեն ռեալ փորձ եւ նրանց է հիմնականում թեորիայի հետ է կապված օրինակ նույն անձնական զրույցներում իրենք շատ են զարմանում Ուկրաինայի շատ համարձակ քայլերից հա ես որ ասում եմ դա պետք է արվի նաև Հայաստանի կողմից իրենք անընդհատ ցած երկմտում են չգիտեն ինչպես պատասխանել չկա այդ փորձը քաղաքական եւ երբ որ նրանց փորձում ես ոգեշնչել ասել որ պետք է այսպես արվել տեսեք փորձը սա է նույն ՆԱՏՕ-ի հետ կապված չէ թեորետիկները նստած են ասում են դե որ մենք պետք է նման քայլեր չխոսան իբր թե որ դա Հայաստանի շահերից չէ, դե կարող է ինչ-որ մեկին բարկացնի, բայց Հայաստանի հարևան Վրաստանը, Ուկրաինան, որ այդ հարցերը իր սահմանադրության մեջ է դրել, իհարկե դա չի փաստում նրա մասին, որ վաղը մենք կդառնանք Եվրոմիության անդամ կամ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նշաձողը պետք է դնես այնտեղ, քո ստրատեգիական նպատակը պետք է նշես եւ ձգտես նրան։ Այդ ընթացքում բարձր է որ դուք ունենաս հաջողություններ, եթե նույնիսկ ՆԱՏՕ չընդունվես, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շատ լավ մակարդակի դուրս կգա կամ ասենք եթե Եվրոմիության անդամ չդառնաս, շատ լավ պայմանագիր կարելի է կնքել Եվրոպայի հետ եւ վիզաների ազատականացման պահով եւ բեռների տեղափոխման եւ առևտրի ակտիվացման համար ինչու՞ չէ անվտանգության ոլորտում այդ ամենը կարելի անել ցավոք սրտի մենք տեսնում ենք որ նույնիսկ վերլուծաբանները պատրաստ չեն նրանք այդ մտքերից են վախենում եւ բարձր եթե ասենք նույն Փաշինյանը նրանց հետ ինչ որ խորհրդակցում է հա շատերը ես անձամբ գիտեմ մարդկանց ովքեր որ կարծես թե ռուսամետ չեն բայց իրենք շատ են վախում ՆԱՏՕ-ի նույնիսկ մասին խոսելուց ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց համար դա չգիտեմ տաբուների տաբուն է դա բարձ է չէ եթե հավաքում է նման շրջապատում ինչ պետքա մտածի ինչ որոշումներ ընդունի նույն Փաշինյանը եթե իրեն 4 կողմից ես չեմ արդարացնում իրեն բայց ուզում ընդհանուր ավելի ճիշտ հասկանանք իրավիճակը հա եթե Փաշինյանին ասենք ինքը երկրի ղեկավար դառնալով պետք է այդ ամենը վերլուծած լիներ եւ պատրաստ լիներ քայլեր անելու իմանալով ինչ մարդիկ են իրեն շրջապատելու հա եւ շատ լավ ասացիր եթե ինքը ունենար քաղաքական այդ կամքը Հայաստանը այդ քայլերը կաներ պարզապես մի իրավիճակ է որ նույն դաշտում մենք տեսնում ենք որ հայ հանրությունը շատ ավելի ասենք համարձակ է շատ ավելի կոնկրետ ձգտումներ ունի քանց այդ վերլուծաբանները ովքեր երեկվա եթերում Արմեն Օվանեսյանի հետ խոսեցինք պաշտոնների եկած մարդկանց մասին ովքեր որ տարբեր վարկեր են վերցրել եւ իրենք պարզապես հանգիստ կյանք են ուզում հանգարց ոչ մի բան չփոխվի իրանք մնան իրենց պաշտոնին ստանան իրենց գումարները եւ իրենց լվացքի մեքենայի կամ հիպոթեկի վարկերը փակեն հա որը որ իհարկե Հայաստանի շահերից չի բխում այս մասին կուզենայի ասել քանի որ դու Հայաստանից ես քո կարծիքը քո ընկալումը ինչի հետ են կապված այդ վախերը սա Ռուսաստանի կողմից գեներացվող վախեր են թե
պարզապես ոչ կոմպետենտ կադրեր են։ Խնդիրը մի քանի տեղում է, նախքան վերջից դուք որ ասում եք վարկեր ունեն, ուզում են հանգիստ ապրեն, իսկ ով ասաց, որ այսպես եթե գնա հանգիստ է ապրելու։ Բոլորն էլ հասկանում են, որ վաղ թե ուշ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։ Նույնիսկ դա Նիկոլ Փաշինյանը ինքն է ասում, չէ՞, արդեն քանի անգամ ասեց։ Այնպես որ այդ իրենք հասկացել են, որ իրենք հանգիստ չեն կարող ապրել վարկերը փակել, արդեն առաջի պայմանը կա փոխելու որևէ բան, չէ՞, հենց լվացքի մեքենան վայելելու հետ կապված։ Երկրորդը, հենց իշխանական թիմը խոսվում է, որ այդտեղ կա երկու թեւ՝ ռուսական, դուք հաստատ գիտեք դրա մասին, եւ ավելի արևմտյան կողմնորոշում, այսինքն Նիկոլ Փաշինյանի թիմը միանշանակ չի մտածում, որ մենք պետք է գնանք դեպի արևմուտք, այնտեղ բարձր էշելոններում նույնիսկ նշվում է փոխվարչապետի մակարդակով, չվախենանք ասել, գիտեք ում մասին է խոսքը, այնտեղ նախարարներ կան, ուժեղ падգամավորներ կան, որոնք նախկինում օլիգարխ են եղել, հասկանում եք ում մասին է խոսքը, նրանք ավելի ռուսական ուրեմն շահերի սպասարկում են հանդիսանում, այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ տենց միանշանակ չի կողմնորոշվում, որտեղ թիմում կա երկու կողմ։ Եվ ինչ վերաբերում է վախերին, ես միշտ երբ որ ինձ ասում են վայ չխոսենք կհարցակվի, ասում եմ լավ, ուր պետքա գնանք, որ արդեն ասեք վերջ, ամեն ինչ կորած է, մենք պետք է մի բան անենք։ Ասում եք սուս մնանք, Ղարաբաղը մերը լինի։ Վերջացավ, չէ՞, ոնց որ այդ թեման, ու չվերջացավ, բայց դե դրեցինք մի կողմ։ Լավ, սուս մնանք Հայաստանի վրա չհարձակվեն։ Հարձակվեցին, մեր տարածքը օկուպացրել է։ Լավ, սուս մնանք Զանգեզուրը հանկարծ ձեռք չտան։ Ռուսաստանն ասում է՝ «Տուր այդ ճանապարհը ինձ»։ Եվ իդեպ շարունակեմ առաջին միտքս, որ երբ որ Ռուսաստանը տեսավ, որ Թուրքիան եւ Չինաստանը ցանկանում են շրջանցել իրեն, այդ 9-րդ կետը ոնց է հայտնվել պայմանագրում։ Մի բան մտածեց, որ իր ՖՍԲ-ն գոնե հսկի այդ ճանապարհը, որ ինքը դուրս չմնա դրանից։ Այսինքն այդ 9-րդ կետը այդպես հանկարծակի չի հայտնվել եւ ինչի է Լավրովը այդպես ցանկանում, որ ռուսները այդտեղ կանգնեն, որ ինքը հանկարծ այդ մեկ գոտի մեկ ճանապարհից դուրս չմնա։ Այսինքն էլ ինչ պետք է լինի, իսկ բարձր չէ, որ եթե այդ ճանապարհը իրենք ստացան եւ մենք Իրանից փաստացի կտրվում ենք ըստ էության, վերջացավ Հայաստանը։ Այնտեղ արևմտյան Ադրբեջան եւ այլն։ Ուզում եմ ասել, այլ որևէ բան չկա զիջելու, որ ասենք լավ սուս մնանք, Երևանն էլ չփորի։ Վերջ, եկել է կորցնելու ժամանակը, կամ մենք լինում ենք, կամ չենք լինում։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Եվ սպայն ասել զգուշունեք Ռուսաստանը չբարկանա, բարկացած է ամբողջ օրը էֆիրներում, ասում են, որ դուք պետք է վերանաք, դառնաք իրանց գուբերնիան, այն մի հատվածներ կտան Թուրքիային։ Չկա այլ տարբերակ գոյություն չունի, այնպես որ վախեր պետք չի կեներ ասել։ Մեր ժողովուրդը շատ ճիշտ է, չէր վախենում։ Եվ մեծամասնությունը ժողովրդի միանշանակ Ռուսաստանին այլևս դաշնակից չի ընդունում եւ ինքը Պուտինը դրա մասին հայտարարեց, երբ որ իրեն Վալդայում հարցրեցին, թե ինչի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, նա շատ մի հետաքրքիր բան ասեց, դա իրենց երկրի ներքին գործն է, դրա հետ է կապված այնտեղ տրամադրությունների, այսինքն նա ասեց, որ հայ ժողովուրդը դեմ է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցի նիստերին, բայց դա մեր տղան է, որ ասեց մենք լավ գործընկ ենք, կգա, մի բան կանենք, կգա, համոզենք կգա։ Այսինքն ժողովուրդը այսօր ունի պահանջար փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այդ որ Փաշինյանը ասում չեն փոխելու արտաքին վեկտորը եւ այն ուժը, որը դա չի սпасարկի, ես վստահ եմ նա երկար չի կարող մնալ իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի այս լեգիտիմության կրիզիսը եւ համանadrական փոփոխությունների իրականացման իր ցանկությունը դրա հետ է կապված, որովհետեւ նա կորցրել է վստահությունը ժողովրդի մոտ, իսկ այդ վստահության կորստի ահռելի բաժինը հենց կազմում է այս Ռուսաստանից պորտալարից չփոխվելու եւ երկակի խաղ խաղալու այդ իր քաղաքականությունը։ Հա, իմիջիալից Ռուսաստանը անմիջական բենեֆիցիար է Զանգեզուրյան միջանց կոչեցելից, որովհետեւ ոչ միայն արևելքից եկած բեռներն են ուզում հսկել, իրենք նաեւ ուզում են սանկցիաները շրջանցել, իրենց համար դա հարմար կլինի։ Իմիջիալից գիտես ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ Աստարայի այդ կամրջի կառուցումը, որ Ռուսաստանը վերցրել է իր վրա, որը պետք է կապի երկաթուղին Ադրբեջանի եւ Իրանի, մինչ այդ Իրանը Ադրբեջանի վրա էր գցում, Ադրբեջանը Իրանի եւ չէր կառուցվում։ Հիմա Ռուսաստանը շահեր ունի հենց այդ մեծ մասշտաբներով լոգիստիկ ճանապարհներ գցելու, որը որ կարծես թե Զանգեզուրյան միջանցքի կարևորությունը մի քիչ ասենք ստվերում էր, որովհետեւ բարձ է Աստարայով այնտեղ կա եւ ավտոճանապարհ եւ ասենք երկաթուղին եթե սարքվի, սա շատ լուրջ բեռնափոխադրման խավ է դառնում։ Ես ցանկանում եմ մի բան ասել, ու դուք շատ ճիշտ թեմա բացեցիք։ Այդ ճանապարհը ձեռնտու չէ Ռուսաստանին, ինչու՞։
Եվ դուք կարծիք իրար վրա են գցում Իրանն ու Ադրբեջանը, որովհետև Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ճանապարհի կառուցումը լինելու է սանկցիաների տակ։ Իրանը գտնվում է սանկցիայի տակ, Ռուսաստանը գտնվում է սանկցիայի տակ։ Միացյալ Նահանգներից զգուշացրել են Ալիևին, որ նրանք հասկանում են, ինչ է կատարում, որևէ լումա ներդնելու դեպքում ընդհանրապես այդ ճանապարհը ինքը սանկցիոն ճանապարհ է։ Հիշում եք, խոսում էին Թբիլիսի-Կարս այդ երկաթուղին որ կար, դա էլ ինչու հիմա չի գործում Բաքու-Թբիլիսի-Կարս, որովհետև Թբիլիսին եւ Ռուսաստանը, Վրաստանը ունեն չլուծված կոնֆլիկտ եւ ինքը Չինաստանը չի ցանկանում այն ճանապարհով բեռներ փոխադրել, որտեղ կան կոնֆլիկտներ, այսինքն ճանապարհները շատ են, այդ որ Ադրբեջանն ասում է այլընտրանքային Իրանով կգան, ոչ, իրենց պետք է հենց այս ճանապարհը, որ այստեղ չլինեն սանկցիաներ, Միացյալ Նահանգները չսանկցավորի հյուսիս-հարավի կառուցումը եւ իրեն կարողանան իրենց բեռները փոխադրել այսինքն այս Ռուսաստանի եւ Իրանի միջև ճանապարհը լոգիստիկ առումով մեծ նշանակություն չի կարող ունենալ, որովհետեւ դրանից Եվրոպա բեռներ չեն գնա, Միացյալ Նահանգները միանշանակ կարգելափակի դա, դրա համար Ալիևը չի շտապում ֆինանսավորել կամ իրականացնել այդ ճանապարհի կառուցումը, կարող է կառուցվի, բայց դա երբևէ չի կարող հանդիսանալ այլընտրանք այդ Չինաստանից եկող Նախիջևան, Հայաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա ճանապարհին, որը իհարկե ուզում է վերահսկել Ռուսաստանը եւ մի բան էլ ուզում եմ ասել կոնտեքստի մեջ է մերձավոր արևելքում այս իրադարձությունները միանշանակ կապված են այո այս մեկ գոտի մեկ ճանապարհի հետ թվում է թե ինչ կապ ունի չէ ուրեմն սեպտեմբերին երբ որ Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում եւ հիշում եք Իսրայելը շատ լավ օգնում էր Ադրբեջանին Բենյամին Նետանյահուն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից առաջ ասամբլեայում հայտարարեց որ մեկնարկում է E1 India Middle East Europe կորիդորի կառուցումը միացյալ նահանգների օգնությամբ, որը շրջանցելու էր Թուրքիան, Ռուսաստանը եւ իր հայտարարությունից հետո ինչ եղավ, Պաղեստինի ահաբեկիչները հարձակվեցին Իսրայելի վրա եւ այն ճանապարհը, որտեղով պետք է անցներ այդ նոր գիծը, որը հակակշռում էր Չինաստանին, տորպեդահարվեց։ Այսինքն ստացվում է, որ այս բոլոր կոնֆլիկտները դրանք այդ ճանապարհների հետ են կապված եւ չզարմանաք Չինաստանը Իսրայելին քննադատեց Պաղեստինի ժողովրդի գենոցիդի, նրանց collective punishment, ուրեմն Պատժելու հետ կապված, թվում է թե ինչ կապ ունի Չինաստանը Իսրայելի հետ, չէ՞, այսինքն մենք տեսնում ենք, որ այս բոլոր հակամարտությունները Ղարաբաղը, ուրեմն Պաղեստինի հարցը միմյանց հետ կապված են եւ ովքեր են շահառու Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան, Իրանը եւ Չինաստանը, որովհետեւ այս պահին Իսրայելում այսպես օջախ ստեղծվի։ Այսինքն մեր երկրի ղեկավարությունը մենք կարող ենք ասես շատ խոսել այս թեմայի մասին, շատ հետաքրքիր է։ Ես չեմ տեսնում, որ ինքը գիտակցում է այս ամենը, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ չի կարող դառնալ, Հայաստանը օդում չի կարող խաղաղ ապրել Կովկասում, սա Կովկասը չի, ամբողջ գեոպոլիտիկան փոխվել է, հիմա ուրեմն ամբողջ աշխարհի տնտեսական այդ ճանապարհները միմյանց հետ կապված են, Չինաստանը շահեր ունի եւ Իսրայելում եւ Կովկասում, այս ամենի հետ պետք է աշխատել, ոչ թե ասել դե մենք եկեք երեքով Կովկասում խաղաղ հաշտ ապրենք, մեզ հետ գործ չունեք Գործ ունենալու են, ուզեք թե չուզեք Միացյալ Նահանգներն է գալու այստեղ, Չինաստանն է գալու, Ռուսաստանն է գալու։ Պետք է հասկանալ ում հետ է քո շահերը համընկնում, ինչ ունես դու առաջարկելու այդ երեք կողմերին եւ գնալ առաջ։ Ոչ թե այսպես խեղճ վիճակում սпасել, ասել դե ով մեզ կարող օգնի, թող մեզ բան առաջարկի, մենք ոչ մի բան չենք կարող։ Տարօրինակ է, գոնե դու արձանագրես մարդկանց ասես ինչ է քեզ պետք է սպասես ինչ են իրենք քեզ ասելու գիտես Պաղեստինից խոսքը ընկավ ասա որ ցավոք սրտի նկատում եմ որ հայկական դաշտում սիմպաթիաները գիտես ինչու Պաղեստինի կողմից են եւ նույն Սերբիայի եւ Հարավսլավիայի այդ թեմաների մեջ խոսելուց Սերբիայի կողմից են չնայած դու հենց ինքդ փաստացիր որ Պաղեստինը նաեւ Ռուսաստանի հետ շատ փոխկապված Ռուսաստանի եւ Իրանի հետ դա Թուրքիան իհարկե դրա մասին կարծես թե աշխատում են բոլորը լռեն որ իմանան, հա, եւ ես շատ հաճախ լսում եմ մեր Հայաստանում ապրող հայրենակիցներից, որ Պաղեստինի մասին շատ են ցավում, Պաղեստինի իրավիճակից եւ հենց խոսքը գնում է Իսրայելի մասին, հիշեցնում են Իսրայելի Ադրբեջանի համագործակցության։ Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը իրոք եղել է եւ ասենք սա մի հարց է, որը որ Հայաստանը կարող է շտկել, կարող է, ասենք, իր ակտիվ քաղաքականությամբ Իսրայելի հետ բանակցել եւ իր ուզածին հասնել, որովհետեւ այս ամենը
նույն Իրանի հետ է կապված, երբ որ Հայաստանը չափից ավելի շատ, ասենք, Իրանին տեղ է տվել, բարձր որ Իրանի թշնամիներն էլ պետք է իրենց քայլերը անեին, իրենց համար, Իսրայելի համար Իրանը նույն էգզիստենցիալ վտանգն է, եւս ամենը պարզապես պետք է վերլուծել եւ քայլեր ձեռնարկել եւ զերծ մնալ ռոպագանդայից, հա, որ ռուսները պաղեստինցիներին են պաշտպանում եւ այդ քարոզը գալիս է հայկական դաշտ եւ հայ հանրությունը սկսում է այդ ամենը տեսնելով իհարկե մտածել, որ մեղք են։ Իհարկե խաղաղ բնակչությունը միշտ մեղք է, միշտ ուժվում է սխալ քաղաքական քայլերից ղեկավարության, բայց մենք չենք տեսել, ասենք, նույն կարեկցանքը ոչ Պաղեստինի կողմից, ոչ Սերբիայի կողմից 44 օրվա պատերազմի հետ կապված կամ Հայաստանի սահմանների հետ կապված, երբ որ Ադրբեջանը խախտում էր, հա, Հայաստանի սահմանը։ Նույնպես լրատվական դաշտի հետ կապված, այսինքն նույն ռուսական լրատվամիջոցների փակման հարցը, որ բազմիցս քննարկվել է, մենք հույս ունեինք, որ Մխիթար Հայրապետյանը կգա եւ այս հարցը գոնե ինչ որ ընթացք կստանա, բայց կարծես թե իրանց լեզվով ասեմ, ավոզ 9-ը տամ, հա, գործը տեղից չի շարժվել։ Ինչ կարծիքի ես այս ուղղությամբ, նույնպես խոսակցություններով կավարտվի, թե միգուցե Մխիթար Հայրապետյանը կունենա այդ հնարավորությունը կամ համարձակությունը փակել ռուսական լրատվամիջոցները։ Ցավոք, պարոն Հակոբյան, ես նորից պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմում անձեր չկա։ Նու բացի այդ 2-3 հոգուց Միրզոյան Արարատից, Արմեն Գրիգորյանից, որոնք ավելի արևմուտքի հետ են շփվում եւ ուզած թե չուզած որոշ ինքնուրույնություն պետք է դրսևորեն, ես ամենայն հարգանքով չեմ կարծում, որ նա ինքնուրույն ֆիգուր է եւ ինքն ինչ-որ բան է որոշելու։ Նիկոլ Փաշինյանի ցանկությունից եւ հրահանգից է դա կախված։ Եթե նրան տրվի հրահանգ, իհարկե սիրով կանի, մանավանդ դա մեծ ռեյտինգ կբերի իրենց իրեն գիտեն, թե հայ ժողովուրդը ինչքան է արդեն հոգնել այդ հակահայկական քարոզչությունը լսելուց, բայց ինքը Մխիթար Հայրապետյանը ինքնուրույն անձնավորություն չի, Նիկոլ Փաշինյանը կորոշի, կանի, չի ունենա այդ համարձակությունը, մենք կշարունակենք եթերից տեսնել այդ գեղեցիկ դեմքերը, որոնք օրը 24 ժամ հակահայկական քարոզչություն են իրականացում։ Շատ ներողություն եմ խնդրում, ուզում եմ մեկ կարևոր հարցի անդրադառնալ նախորդ, դուք որ նշեցիք Ադրբեջանին Իսրայելը զինել է։ Այո, մենք պաշտպանում ենք Պաղեստինի այն ժողովրդին, որոնք ասենք հացի հերթի ժամանակ նրանց ռմբակոծում են եւ մարդիկ մահանում են։ Ես ինքս Նետանյահուի կառավարության գործունեությունը շատ սխալ եմ գնահատում հենց Իսրայելի հետ կապված եւ այսօր դուք տեսնում եք ինչ ցույցեր են հենց իր կառավարության դեմ, այսինքն Նետանյահուն ինքն է նաեւ հեղինակը, որ այսօր այս կոնֆլիկտը այսպես տեղի ունենում իր ագրեսիվ քաղաքականությամբ, որ ասում է Պաղեստին պետք է գոյություն չունենա, այդպես չի, չէ՞, այդ հարցը տես չի լուծվում։ Դու Սերբիան մենք ասեմ ձեզ Ադրբեջանին լավ զենք է վաճառում, թող հայ հանրությունը դրա մասին իմանա, եթե չգիտի։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Իսրայելի դեսպանը Հայաստանում հայտարարեց, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեց դուք զենք եք վաճառում Ադրբեջանին, որ Իսրայելը ժամանակին Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեր ժողովրդի մեծ մասը դա չգիտի, առաջարկել է Հայաստանում կառուցել ԱԹՍ-ների գործարան։ Նրանք հրաժարվել են Ռուսաստանի հորդորով։ Այսինքն Իսրայելը ցանկացել է, չէ՞, ձեզ հետ համագործակցել։ Այս ամենը ինչ որ ես ասում եմ, նույնիսկ եմ ասում, բաց հարթակներում կա։ Եթե դուք չեք ուզել, ասել եք մենք միայն Ռուսաստանից զենք առնենք, Իսրայելն էլ իր շահերն է պաշտպանում Իրանի հետ։ Այստեղ մենք ոչ Իսրայելի սիրում ենք, ոչ էլ Պաղեստինին։ Մենք օբյեկտիվ իրականությունն ենք ասում։ Ռադիոյի հետ էլ կապված է այդ ալիքների, նույնիսկ եմ կրկնում, դա մի անձի որոշումից է կախված։ Կլինի թե ոչ։ Լիլիթ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտար, այս 1 ժամը անցավ շատ արագ, բազում թեմաներ էր, իրոք հետո կարելի է անդրադառնալ ավելի մանրամասն բացատրել թեմա առ թեմա, շնորհակալ եմ եւ ամենայն բարիք։ Շնորհակալ